Նորից խոսում եմ ների մասին, հակաքրիստոսի մասին, այս ամենը շատ պետք է այն բոլոր մարդկանց, ովքեր չեն հափշտակվելու, այսինքն ովքեր ամբողջ սրտով, հոգով, մտքով չպաշտեցին իրենց Տեր Աստծուն, միակ Աստված չընդունեցին իրենց համար Սուրբ Երրորդությանը, Հայրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, նրանց համար, ովքեր չընդունեցին իրենց Փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին եւ իրենց Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, նրանց համար, ովքեր չապաշխարեցին, դարձի չեկան եւ չապրեցին Աստծո պատվիրաններով, այ հակաքրիստոսի մասին ավելի լավ իմանալ պետք է այն մարդկանց, ովքեր չարեցին այս ամենը։ Երբ հակաքրիստոսը գա իշխանության, սկզբում նա գալու է որպես փրկիչ աշխարհի։ Ինչու՞, ինչպես։ Աշխարհը հայտնվելու է ամենամեծ աղետների եւ կեղծիքների մեջ։ Սարսափելի եւ անելանելի թվացող իրավիճակում է հայտնվելու աշխարհը, ողջ մարդկությունը, եւ դա թույլ է տալու Աստված։ Եվ ողջ մարդկությունը փրկիչ է փնտրելու։ Փրկիչ են ուզելու են, որ Աստված գա ու իրենց փրկի, վերջապես ասելու են Աստված, մեր ձայնը լսիր, ուր ես, դե արի մեզ փրկի։ Եվ կգա հակաքրիստոսը որպես փրկիչ։ Նա կգա կեղծ հրաշքներով, նա այնպիսի հրաշքներ կկատարի, որ նույնիսկ այն քրիստոնյաները, որոնք չկարողացան իրոք իրենց ամբողջ հոգով, սրտով, մտքով, կյանքով պատկանել Աստծուն եւ մնացին երկրի վրա հափշտակությունից հետո, նույնիսկ այդ քրիստոնյաները, ընտրյալները կխաբվեն, նա այնպիսի հրաշքներ կանի, նա կգա որպես մի բարություն, մի մարդասեր, խաղաղասեր մեկը, եւ նա հանդես կգա որպես մի լիդեր, որն անփոխարինելի է, նրան իշխանության կբերեն համաշխարհային լիդերները եւ կասեն, որ սա է այն մարդը, ում մենք բոլորով կարող ենք վստահել, նա է միակը, ով կարող է աշխարհը հանել այս վիճակից։ Եվ ես գիտեմ, որ այս թեմաներով քիչ են լսում հայերը այս ձայնագրությունները, ցավոք սրտի նրանք բաց են թողնում իմանալ ճշմարտությունը, կլինի ինձանից, թե մեկ ուրիշից, թե Աստվածաշնչից, նրանք բաց են թողնում ճշմարտությունը իմանալու իրենց հնարավորությունը։ Եվ հակաքրիստոսը սկզբում որպես մի խաղաղասեր, մարդասեր մեկը կգա իշխանության եւ ապա հետո ցույց կտա իր իրական դեմքը, իր իրական կերպարը, որ նա սատանայի որդին է մարդու մարմնում։ Եվ նա ամեն ինչ փորձելու է նմանեցնել Հիսուս Քրիստոսին։ Ամեն ինչում նա փորձելու է նմանվել Հիսուս Քրիստոսին եւ իրեն հռչակել փրկիչ եւ Աստված։ Եվ գալու է այն պահը, երբ պետք է ողջ մարդկությունը պաշտի նրան եւ երկրպագի, նրա պատկերին պաշտի եւ երկրպագի։ Եվ ոչ ոք չի կարողանալու նրա առաջ ծնկի չգալ եւ չպաշտել ամեն օր, ամեն ժամ, որը որ ողջ աշխարհին կպարտադրվի։ Եւ մենք մեր Աստծուն նույնիսկ այդպես չենք պաշտում։ Քրիստոնյաները իրենց Աստծուն այդպես չեն պաշտում, ինչպես որ այդ ժամանակ կպաշտի ողջ աշխարհը կեղծ սուտ փրկչին, սատանայի որդուն։ Կպաշտեն նրա կերպարը։ Ես ուզում եմ ասել, որ հենց արհեստական բանականությունն է գազանի կերպարը։ Այն արհեստական բանականությունը, որից աշխարհը այնպես ուրախացած, այնպես է օգտագործում իր կյանքում, այնպես են հիացած, եթե հիմա հիացած են արհեստական բանականության տված հնարավորություններով մարդիկ, դուք պատկերացնում եք, այդ հնարավորությունները դեռ ավելի են մեծանալու, ինչպես են նրանք հիացմունքի մեջ լինելու, այդ նույն արհեստական բանականությանը մի օր ծնկի են գալու եւ պաշտելու են։